Իրանի դեմ Իսրայել-ամերիկյան ռազմական գործողությունների մեկնարկից արդեն 100 օր է անցել եւ տարածաշրջանում հարաբերական կայունություն է։ Կողմերը երբեմն հայտարարում են փոխադարձ հարվածների մասին, սակայն հրադադարի մասշտաբային խախտումներ վերջին օրերին չեն եղել։ Այժմ Թեհրանը եւ Վաշինգտոնը ակտիվ շփումներ են անցկացնում գլխավորապես Պակիստանի միջնորդությամբ։ Նույնիսկ հայտարարություններ են հնչում որոշակի առաջընթացի մասին։ Զուգահեռ կողմերը նախազգուշացնում են, անհրաժեշտության դեպքում պատրաստ են վերսկսել ռազմական գործողությունները, նույնիսկ սպառնալով, որ դրանց աշխարհագրությունը կարող է ընդլայնվել։ Այսօր օրակարգում ԱՄՆ-Իրան բանակցություններն են։ Թե ինչ կետեր կարող է ներառել խաղաղության հնարավոր գործարքը պաշտոնապես հայտնի չէ։ Կողմերը հաճախ իրարամերժ հայտարարություններ են անում, սակայն ըստ արևմտյան եւ իրանական ԶԼՄ-ների վերջին տեղեկությունների պատկերը հետեւյալն է։ Վաշինգտոնի հիմնական պահանջներն են, որ Իրանը հրաժարվի միջուկային ծրագրից, ԱՄՆ-ին տրամադրի կամ տեղում ոչնչացնի հարստացված ուրանի պաշարները, ինչպես նաեւ բացի Հորմուզի նեղուցը։ Փոխարենը ամերիկյան կողմը կարող է թույլատրել հակաիրանական պատժամիջոցները։ Իսլամական Հանրապետության իշխանությունները պաշտոնական մակարդակով հայտարարում են, որ այս փուլում չեն պատրաստվում բանակցել միջուկային ծրագրի շուրջ։ Մինչ այդ իրանական Ֆարս գործակալությունը հայտնում է, որ Թեհրանը 4 փուլանոց առաջարկ է ներկայացրել Սպիտակ տան թիմին։ Առաջին փուլը ենթադրում է բոլոր ուղղություններով ռազմական գործողությունների դադարեցում, այդ թվում Լիբանանում։ Երկրորդ փուլում պետք է դիտարկվեն գործնական հարցեր, որոնք կվերաբերեն Հորմուզի նեղուցին, Իրանի ծովային ապաշրջափակմանը, նավթային պատժամիջոցների չեղարկմանը եւ Իրանի արտասահմանյան ակտիվների ապասառեցմանը։ Երրորդ փուլում կարող են քննարկվել այդ թվում միջուկային հարցեր։ Վերջնական փուլում առաջարկվում է ստեղծել դիտորդական կոմիտե, որը կվերահսկի գործարքի իրականացման ընթացքը։ Արդյոք այս փաթեթներն արդեն փոխանցվել են Վաշինգտոնին եւ ինչ արձագանք են ստացել, հայտնի չէ։ Այժմ առաջարկում եմ լսել բանակցությունների եւ ընդհանուր առմամբ հակամարտության վերաբերյալ կողմերի, այդ թվում Իսրայելի վերջին հայտարարությունները։ Մենք եւ ամերիկացիներն ուսումնասիրում ենք փոխանակված տեքստերը, աշխատում ենք ձևակերպումների վերջնականացման ուղղությամբ։ Մեր շփումները չեն ընդհատվել, սակայն բանակցություններում առաջընթաց չի եղել։ Իրանի ժողովրդի իրավունքները պետք է հաշվի առնվեն։ Տարածաշրջանի Լիբանանի դեմ պատերազմը պետք է դադարեցվի։ Մեր զինված ուժերը պատրաստ են ցանկացած պահի վերսկսել Իսրայելին հարվածները, եթե Բեյրութի դեմ ագրեսիա իրականացվի։ Լսել եմ, որ բանակցությունները շատ լավ են ընթանում։ Թեհրանը համաձայնել է հրաժարվել միջուկային զենք ունենալու գաղափարից, սակայն դեռ կարող է մտափոխվել։ Կարող ենք համաձայնության հասնել, կարող ենք եւ չհասնել։ Այաթոլլա Մոջտաբա Խամենեին էլ ներգրավված է բանակցություններին։ Հնարավոր է ինչ-որ պահի անձամբ հանդիպեմ նրան։ Մենք նաեւ առաջին անգամ խոսել ենք Հեզբոլլայի հետ։ Նրանք համաձայնել են, որ չեն կրակելու, Իսրայելն էլ չի կրակելու, բայց կցանկանայի, որ Լիբանանի հարցը առանձին դիտարկվեր։ Իմ եւ նախագահ Թրամփի միջև երբեմն տարաձայնություններ են առաջանում, սակայն մենք ընդհանուր նպատակներ ունենք։ Կարծում եմ իրանական ռեժիմը թուլացել է, սակայն անհնար է ճշգրիտ կանխատեսել, երբ ռեժիմը կփլուզվի։ Մեր ուժերի սահմաններում կանենք հնարավոր է, որ դա տեղի ունենա։ Ինչ զարգացումներ են այժմ դիվանագիտական դաշտում, արդյոք մոտ ապագայում կողմերը կկարողանան հասնել կարգավորման եւ ընդհանուր առմամբ ինչ զարգացումներ են ամբողջ տարածաշրջանում։ Կքննարկենք արևելագետ տարածաշրջանային հարցերի փորձագետ Գեորգի Միրզաբեկյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Միրզաբեկյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ։ Պարոն Միրզաբեկյան, նախ հասկանանք հիմա դիվանագիտական ինչ գործընթացներ են ընթանում եւ արդյոք կան կետեր, որոնց շուրջ կողմերին հաջողվել է գոնե ինչ-որ համաձայնության հասնել։ Շնորհակալություն այն հարցի շուրջ, որի շուրջ ընդհանրապես կողմերին հաջողվել է համաձայնության հասնել եւ մենք տեսնում ենք դրա արդյունքները, կարծեք թե վերաբերում է հրադադարի հաստատմանու, քիչ թե շատ դրա պահպանմանը մեծ հաշվով։ Ես կարծում եմ, որ ինչ որ հարցեր կլինեն փոքր կամ ոչ շատ հայտարարված, որի շուրջ կողմերին հաջողվել է համաձայնության հասնել, սակայն մեծ հաշվով գլոբալ հարցերի հետ կապված, հիմնական հարցերի հետ կապված երկկողմ օրակարգի, կարծում եմ նախկինի պես երկուսի դիրքորոշումները շատ իրարամերժ են թվում եւ կան եւ դա է պատճառը, որ իրավիճակը փակուղայինին է նմանվում եւ պատային իրավիճակ է ստեղծվել, բայց մի կողմից լավ է, որ երկու կողմերը դեռևս ապավինում են դիվանագիտական գործընթացներին, երկխոսությանը, քանզի դրա այլընտրանքը պատերազմն է, որը չի բխում կարծում եմ ոչ մեկի շահերից, եւ հետեւաբար այս ընթացքում երկու կողմերը փորձում են առաջխաղացում ապահովել, իհարկե սեփական դիրքորոշումները առաջ տանելով երկխոսության միջոցով։ Այս ընթացքում նաեւ տեղեկություններ են տարածում հակասական, թե այս կամ այն քայլի հետևանքով արդյոք բանակցություններ կան երկու կողմի հետ կապված, Միացյալ Նահանգները պնդում է, որ կան,
ես հավատում եմ այս իմաստով, որ իսկապես կան եւ կարծում եմ, որ ճիշտ է շատ խորհրդապահական է եւ շատ մանրամասներ չեն արվում, բայց միևնույն է երկու կողմերը բանակցում են։ Այլ հարց թե որ ում կողմի միջոցով, որ երկրի հարթակն են օգտագործում, նախինի պես Պակիստանի, թե անգամ երկուստեք են բանակցում, դա կարծում եմ տվյալ պահին այդքան էլ մեծ նշանակություն չունի, կարևորը որ կողմերը խնդրի լուծումը պատկերացնում են դիվանագիտական խողովակներով։ Դուք նշեցիք ամենակարևոր խնդիրների մասին եւ ամենագլխավոր կռվախնձորը կարծես թե հենց միջուկային գործարքն է։ Թրամփը հայտարարում է, որ Իրանը համաձայնել է, որ միջուկային զենք չի ունենալու, թեև Իրանը վաղուց հայտարարում է, որ չեն էլ պատրաստվել միջուկային զենք ստանալ։ Նաև իրանական կողմը պնդում է, որ այս փուլում չեն պատրաստվում միջուկային գործարքը քննարկել Վաշինգտոնի հետ։ Այսպիսով ստացվում է, որ պաշտոնական հայտարարությունները մեղմ ասած շատ իրարամերժ են։ Ոչ պաշտոնական մակարդակում ինչ որ ընկալում կա այս հարցը, որ փուլում է, ուր է քննարկում են, չեն քննարկում։ Տեսեք, այն հայտարարությունները ընդհանրապես միջուկային ծրագրի հետ կապված, որոնք որ արվում են կողմերը, դրանք հիմնականում ավելի շատ փորձում են ճնշել դիվանագիտական process-ի վրա եւ փորձում են միմյանց ուղերձներ փոխանցել, բնականաբար շատ չանրայնացնելով թե իրականում իրենք ինչ են բանակցում եւ ինչի շուրջ են, բայց կարծում եմ, որ այն հայտարարությունները, օրինակ, որ դուք բերեցիք, որ Թրամփը նշել է, որ Իրանը հայտարարել է, որ այլևս չի հարստացնելու, սրանք ավելի շատ դիվանագիտական դաշտում Իրանին ճնշելու միտում ունեն եւ նաեւ հակառակ կողմն էլ նման քայլերի դիմում։ Ես կարծում եմ, գիտեք, Իրանի միջուկային հարցը շատ կարեւոր հարց է, առանցքային հարց է, բայց կարծում եմ, որ պատերազմի ելքը եւ ընդհանրապես պատերազմական իրադարձությունները քիչ թե շատ վերափոխել են պատերազմի բնույթն ու ընդհանրապես բանակցային բովանդակությունը եւ կարծում եմ, որ առաջնային պլան է մղվել ի թիվս նաեւ միջուկային ծրագրի Հորմուզի նեղուցի հարցը, որը ոչ պակաս կարեւոր է երկկողմ հարաբերություններում, բայց հուսամ այդ հարցին կանդրադառնանք, որովհետեւ սա կարծում եմ շատ կարեւոր է իր նշանակությամբ իմ տպավորությամբ հավասարվել է, եթե այսպես ասենք, միջուկային հարցին, բայց ինչ վերաբերում է հենց միջուկային հարցին, ապա սա այն հարցերից է, որ անկախ թե Միացյալ Նահանգներն ու Իրանը ինչ քննարկեն, այս հարցը հնարավոր չէ բանակցային սեղանից իմ համոզմամբ հանել եւ միջուկային հարցում կան շատ տարբեր քննարկումներ, թե ինչպես են կողմերը պատկերացնում դրա լուծումը, տարբերակներից մեկ կան շատ ասեկոսներ, թե դիցուք օրինակ համար հնարավոր է այնպիսի լուծում միջանկյալ, որ երկու կողմին էլ գոնե միառժամանակ ձեռնտու լինի, օրինակ համար Իրանի միջուկային ծրագիրը դադարեցվում է, բայց ժամանակավոր, դիցուք օրինակ 20 տարով, կամ ընդհանրապես Միացյալ Նահանգները համաձայնում են Իրանի այն դիրքորոշմանը, ըստ որի նա համաձայն է միջուկային ծրագիր ուրան հարստացնել, սակայն շատ քիչ տոկոսով։ Այսինքն կարող են լինել տարբեր սցենարներ, բայց կարծում եմ, որ այս հարցի լուծումը էապես կապված է եւ կախված է նաեւ Հորմուզի նեղուցի հարցից, որովհետեւ սա նույնպես առաջնահերթություն է նույն Միացյալ Նահանգների համար։ Եվս մի քիչ խոսենք հարստացված ուրանի մասին ու անցնենք Հորմուզի նեղուցին։ Տեղեկություններ կան, որ համենայն դեպս Չինաստանը, Ղազախստանը եւ Ռուսաստանը արդեն հայտարարել են, որ պատրաստ են իրենց մոտ ընդունել իրանական պաշարները հարստացված ուրանի, բայց Միացյալ Նահանգները դեմ է այս գաղափարին, ասում է կամ տեղում ենք ոչնչացնում, կամ Միացյալ Նահանգներին է փոխանցվում, բայց Թեհրանն էլ է դեմ։ Օրինակ Իրանի գերագույն առաջնորդը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն երկրի տարածքից հարստացված ուրանի պաշարը չի կարելի հանել, այսինքն այստեղ էլ կարծես թե որևէ բան չի ստացվում։ Այո, ճիշտ նկատեցիք, սա նաև այն հարցերից է, այսինքն եթե միջուկային ծրագրի մասին ենք խոսում, անբաժանելի մասերից մեկը հարստացված ուրանի հետագա ապագան է, թե ինչ է լինելու, ինչ արվելու հարստացված ուրանի հետ, որովհետև 2015-ի միջուկային գործարքի հետևանքով հարստացված ուրանը համաձայնություն տեղի ունեցավ նաև Իրանի եւ Ռուսաստանի միջև, այս դեպքում Իրանը հրաժարվում է եւ քանիցս մերժել է այդ առաջարկները եւ այստեղ կարելի ասել այս մի հատվածում Միացյալ Նահանգների եւ Իրանի շահերը համընկնում են, որտեղ երկու կողմն էլ դեմ է, բայց նաեւ Իրանը էական տարբերությունն այն է, որ որոշել է, ինչպես դուք նշեցիք, ընդհանրապես իր հարստացված ուրանը դուրս չբերել, որպեսզի ուրան ներկրի այլ երկրներից, դիցուք նույն Միացյալ Նահանգներից, սա կարծում եմ ուժի ցուցադրում է եւ սրա այս որոշման վրա բավականաչափ ազդել է նաեւ պատերազմի ելքը, առայն որ պատերազմի գործողությունները մեծ հաշվով վստահություն են հաղորդել Իրանին եւ նա փորձում է այսպես ամրապնդել իր դիրքերը եւ փորձում է ընդհանրապես բանակցել իր շահավետ իրեն շահեկան իրավիճակում կամ պայմաններում։ Այ հիմա անդրադառնանք Հորմուզի նեղուցին, որը էլի շատ կարևոր հարց է եւ այն գրեթե լիովին շրջափակված է
ինչ իրավիճակ է հիմա այնտեղ նավագնացության հետ կապված, ինչ խոսակցություններ կան, ով է վերահսկելու Հորմուզի նեղուցը, արդյոք վճարովի է լինելու, թե չի լինելու, որն է կողմերի դիրքորոշումը։ Հորմուզի նեղուցը այն հարցերից է, որը որպես խաղաքարտ հայտնվեց թե բանակցային սեղանին, թե ընդհանրապես թատերաբեմում պատերազմական գործողությունների հետևանքով, որպես խաղաքարտ Իրանի ձեռքին, որովհետև պատերազմի սկսումից ի վեր Իրանը գնաց այս քայլին, չեմ կարծում, որ Իրանում նախապես հաշվարկել էին դա պլան B էր, բայց այդ կարևոր գործոնը ինքը աշխատեց, որովհետև դա ազդում է համաշխարհային տնտեսության վրա, այդ թվում Միացյալ Նահանգների, եւ այդ է պատճառը, որ նույն Միացյալ Նահանգների դաշնակիցների եւ նաեւ Իրանի համար սա շատ կարևոր խնդիր է, եւ պատերազմական գործողություններից ելնելով, երբ որ դաշնակիցները չկարողացան հասնել իրենց սկզբնական նպատակներին, ինչպես որ հայտարարված էր, խոսքը Միացյալ Նահանգների եւ մասնապես Իսրայելի մասին է, ապա Իրանը այս օգտագործելով Հորմուզի նեղուցի հարցը փորձում է այս հարցը օգտագործել հետագայում նույնպես հնդածնույնպես ուժեղացնելով իր դիրքերը եւ առաջ է քաշում պատերազմի միջնամասում այսպիսի կոնցեպտ առաջ քաշեց, որ հետայսու Իրանն է վերահսկելու Հորմուզի նեղուցը, սրանով կոչ անելով արաբական երկրներին տարածաշրջանում հարկեր մուծել տարանցման համար, այնինչ Միացյալ Նահանգները, ինչպես գիտենք, դեմ է դրան։ Թեպետ ներկայում Հորմուզի նեղուցը կրկնակի փակ է, այսինքն Պարսից ծոցի ջրերում այն սահմանափակված է Իրանի կողմից եւ արտաքինից այն սահմանափակված է, իսկ ամբողջ Պարսից ծոցը սահմանափակել է Միացյալ Նահանգները։ Բայց այստեղ էլ գիտեք հետաքրքիր բան կա, դեպի ռազմական գործողությունները դադարեցին, կարծում եմ Միացյալ Նահանգների հաշվարկն այն է, որ արգելափակելով Հորմուզի նեղուցը եւ հաշվի առնելով, որ Իրանը նույնպես իր նավթը արտանում է արտաքին աշխարհ, սրանով շատ ավելի գուցե զսպիչ կամ ազդեցություն ունեցող գործիք կդառնա Իրանի դեմ, հաշվի առնելով իրանական տնտեսությունը կտուժի, բայց ժամանակը ցույց տվեց, որ Իրանը կարողանում է քիչ թե շատ հաղթահարել այս ճգնաժամը, թե ինչքան հայտնի չէ, բայց համենայնպես ապրիլի 8-ից հրադադարը եւ սա գործում է ապրիլի կեսերից հետեւաբար այս մի ճնշման գործիք կարծեք թե այդքան էլ արդյունավետ չի աշխատում, սակայն հաշվի առնելով թե ինչ համաշխարհային տնտեսության համար ինչ կարևորություն ունի, դա նորից դարձել է շատ կարևոր առարկա Միացյալ Նահանգների համար։ Որոշ նավեր անցնում են, որոշ նավեր անցնում են ուղեկցությամբ այդ թվում։ Այո, անցնում են, նաև որոնք որ այսպես ասած լրատվային համաձայնությամբ իրանական կամ Միացյալ Նահանգների կողմից, բայց այնուամենայնիվ ընդհանրապես պատկերը մոտ չէ նախապատերազմական իրավիճակին եւ նախկինի պես ուղղակի Հորմուզի նեղուցում այդ անցումները ուղղակի սահմանափակված են, եթե ոչ պարալիզացված են, որը ուղիղ ազդում է բացի Իրանի վրա արաբական երկրներ եւ այլ երկրների վրա։ Այստեղ նաև ընդհանուր վերահսկողության հարցն էր քննարկվում, որ Իրանը եւ Օմանը ուզում են ընդհանուր վերահսկողություն իրականացնել, բայց Դոնալդ Թրամփը ասաց կոչնչացնեմ Օմանին, եթե հանկարծ խառնվի։ Տեսեք, որովհետև Հորմուզի նեղուցը ինքը որպես համաշխարհային ջրային տարածք է համարվում եւ դեռ մի բան, այսինքն իրենք սկզբունքորեն դեմ են ցանկացած վերահսկողության, որ մնաց Իրանի հետ միատել Օման։ Հետևաբար սա համարվում է, որ այն Միացյալ Նահանգների դիրքորոշումն է, որ նախապատերազմական իրավիճակի վրա այն պետք է բաց լինի։ Այստեղ ձեր ուշադրությունը կուզեմ հրավիրել նաեւ այլ դերակատարների դիրքորոշումների վրա եւ գործոնների վրա, ինչպիսին է օրինակ Չինաստանը, որի համար շատ կարեւոր է նաեւ այս գործոնը, որովհետեւ իրանական նավթի 80%-ը հասնում է Չինաստան եւ այստեղ Չինաստանը նույնպես շատ զգուշավորությամբ եւ ուշադիր հետեւում է իրավիճակին, որովհետեւ ցանկացած ճգնաժամ եւ ճգնաժամի ել ավելի երկարաձգում ուղիղ կարող է ազդել հենց իր տնտեսության վրա։ Հետևաբար այս խաղը նույնպես բարդանում է եւ այդ համատեքստում մենք տեսանք, թե Միացյալ Նահանգներ, Չինաստան բարձր մակարդակի հանդիպումներ, թե նաեւ Իրան Չինաստան հանդիպումներ, բայց այս հարցը դեռևս իր հանգուցալուծումը չի ստանում եւ ես իսկապես կարծում եմ, որ այս հարցի նշանակությունը առնվազն հավասարվել է Իրանի միջուկային ծրագրի հարցին։ Նաեւ Լիբանանի հարցն է շատ կարևոր։ Եվ ներողություն, ես մեկ բան էլ ավելացնեմ, Հորմուզի նեղուցը այն հարցն է, որ պատերազմի հետևանքով Իրանը դիտարկում է որպես սեփական ուժերի բարձրացման միտված քայլ։ Ես կարծում եմ, որ Իրանում այնքան էլ հաշվի առնելով այդ հակամարտությունը երկարատև Միացյալ Նահանգների հետ, այնքան էլ մեծ գուցե շեշտադրում չեն դնում կամ հույսեր չեն կապում հնարավոր համաձայնության մասին, քանի որ երկուսի դիրքորոշումները բավական իրարամերժ են թվում, հետեւաբար Իրանը կարծում եմ այլընտրանքային ճանապարհների է փորձում դիմել, ել ավելի ուժեղացնելով իր դերակատարությունը եւ կարծեք ստիպելով, որպեսզի տարածաշրջանի երկրները հաշվի նստեն իր դերի հետ եւ փորձեն եւ համագործակցել Միացյալ Նահանգների հետ ինչ որ հարցերում, որը շահավետ կլինի Իրանի համար։ Այսինքն Իրանի համար Հորմուզի նեղուցը նաեւ սեփական դիրքերը ամրապնդելու կարևոր քայլ է։
Նաև Իսրայելի եւ Լիբանանի Լիբանանն է շատ կարևոր հարց, որովհետև Թեհրանը հայտարարում է, որ եթե Իսրայելը շարունակի Լիբանանին հարվածները, գործարքի չեն գնալու Միացյալ Նահանգների հետ։ Նաև հիշեցնենք, որ վերջերս Ցահալը ուժեղացրել էր հարվածները Լիբանանին եւ գրավել էր, օկուպացրել էր նոր տարածքներ, բայց նաև սկսել էին կողմերը բանակցել, նկատի ունեմ Իսրայելը եւ Լիբանանը, ոչ թե Իսրայելը եւ Հեզբոլլահը, եւ նույնիսկ որոշակի համաձայնության են եկել հրադադարի մասին, նաև պայմանավորվել են, որ շարունակել են երկկողմ հարաբերությունները կարգավորել եւ այլն։ Այստեղ նախ ինչ նպատակներ ունի Իսրայելը Լիբանանում այս ռազմական գործողություններով, արդյոք հրադադարը կպահպանվի, հաշվի առնելով, որ վերջերս չէր պահպանվում ընդհանրապես, եւ որքանով է հավանական, որ Իրանի աջակցությունը վայելող Հեզբոլլահը կհամաձայնի զինաթափվել։ Ես այդ հավանականությունը մի քիչ բարդ եմ պատկերացնում, գալով հենց հրադադարի հարցին, դա էլ եմ բարդ պատկերացնում, որովհետև ինչքան որ Իսրայելի եւ Լիբանանի կառավարության միջև կապերը պատմական են կամ աննախադեպ են եւ դրանք ակտիվ փուլում են, միևնույն է այս հրադադարի հարցը որքան պարադոքսալ թվա, սակայն այդ երկու կողմի համաձայնությունից չի կախված, որովհետև այդտեղ կա Հեզբոլլա եւ այստեղ ոչ միշտ կամ մեծ մասում Հեզբոլլա եւ Լիբանանի իշխանությունների դիրքորոշումները չեն համընկնում։ Հետևաբար հրադադարի պահպանումը այն հարցը չէ, որ Լիբանանի իշխանությունը օբյեկտիվորեն կարող է երաշխավորել։ Հա, դիցուք օրինակ եմար Լիբանանի իշխանությունը ինչպես է իր զինված ուժերի միջոցով ապահովելու երկրի անվտանգությունը, եթե կա Հեզբոլլա եւ հիմնական ուժը Հեզբոլլահն է, որը թե քաղաքական թև է Լիբանանյան քաղաքական իրողություն, թե ռազմական թև է։ Եվ գլխավոր ռազմական թևը հենց Հեզբոլլահն է։ Այսինքն Հեզբոլլահը ինքը պետք է գնա կարևոր որոշումների, որպեսզի լուծվի այս կամ այն հարցը, եթե իհարկե Իսրայելը ռազմական գործողություններով չկարողանա հասնել արդյունքի։ Հիմա գալով Իսրայելի նպատակներին, բնականաբար նա փորձում է Բենյամին Նեթանյահուն փորձում է շարժվել որքան հնարավոր է առաջ, դա լինի օկուպացնելով նոր տարածքներ կամ վերջնական նպատակը Հեզբոլլահի չեզոքացումն է, բայց տեսնում ենք, որ վերջին 2 տարիների ընթացքում եւ նաեւ այս պատերազմի ընթացքում այդ խնդիրը չի հաջողվել Բենյամին Նեթանյահուին լուծել եւ ավելին այս հրադադարը որ խախտվում է Հեզբոլլահին նույնպես իր կողմից հարվածներ հասցնում Իսրայելին, այսինքն այստեղ Իսրայելի վարչապետը քանիցս նշում է, որ Հեզբոլլահը այլևս ոչնչացված է, չեզոքացված է, սակայն այս գործողությունները նույնպես ցույց են տալիս, որ դա ամենևին այն չէ, ելուր մնաց նաև Իրանի ռազմական պոտենցիալի չեզոքացումը։ Այսինքն այստեղ խնդիրները շատ են եւ Լիբանանը շատ ճիշտ նշեցիք, որ ինքը որպես իրանական պրոքսի ուժ Հեզբոլլահը նկատի ունեմ, ինքը նույնպես խաղի մեջ է եւ այս հարցում շատ խորքային process տեղի ունեցավ, երևի թե այսպես ասենք երկրորդ դեպքը, երբ որ Իրանի եւ Միացյալ Նահանգների տեսակետները մի պահ համընկան եւ սա նաեւ հարուցեց Իսրայելի վարչապետի եւ Միացյալ Նահանգների նախագահի միջև հրապարակային կամ ոչ հրապարակային առճակատմանը կամ շահերի բախմանը, երբ որ հերթական հարվածներից հետո Լիբանանի ուղղությամբ Դոնալդ Թրամփը պարզապես հրապարակային նրան քննադատեց կամ այլ աղբյուրներ նշում են նաև մեղադրել է։ Հետևաբար խելագար է անվանել։ Ընդհանուր միջև այդ բառն է օգտագործել։ Այսինքն սա գիտեք իրական սա աննախադեպ իրողություն է։ Իհարկե պատերազմը երբ որ սկսվեց, արդեն իսկ նշмарելի էր, որ երկու կողմերը ունեն դաշնակից են ռազմավարական, բայց մարտավարական մոտեցումներն ու վերջնական նպատակները շատ տարբեր են, բայց մենք տեսնում ենք, որ այստեղ արդեն այս հակադրությունը ինքնին շատ ուշագրավ է, որովհետև հրապարակային դաշտում արդեն ինչ որ հակասություններ են նկատվում երկկողմ հարաբերություններում Իսրայելի եւ Միացյալ Նահանգների։ Հավելեմ ու անցնենք հաջորդ հարցին, որ նույնիսկ եթե Նեթանյահուն մի քիչ գոնե Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո մեղմել է իր հռետորաբանությունը, համենայն դեպս հենց հրեական պետության ներսում էլ շատ քաղաքական գործիչներ դեմ են, որ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցվեն, նաեւ կողմ են, որ Իրանի դեմ պատերազմը վերսկսվի։ Այո, իհարկե այդ տրամադրությունները միշտ եղել են նաև պատերազմի շեմին եւ մեծ հաշվով քաղաքական կուսակցությունները իրենք նույն կարծիքն են ունեցել ինչ Բենյամին Նեթանյահուն որոշ մասերում, բայց հարցն այն է, որ ինչպես նշեցի, այն նպատակները, որոնք որ դրվել էին պատերազմի սկզբից, կարելի ասել, որ մի շարք նպատակներ չեն իրականացել եւ դրա համար պատերազմական իրավիճակը ընդհանրապես միջազգային դրությունը Իրանի շուրջ միայն բարդացել է։ Ինչ վերաբերում է Իրանի եւ տարածաշրջանի երկրների հարաբերություններին, դրանք
էականորեն լարվել են, նույնիսկ օրինակ վերջերս տեսանք, որ Քուվեյթը որոշեց կրճատել իրանական դեսպանատան ներկայացուցչության թիվը, որովհետև հարվածել էին Քուվեյթին, նույնիսկ օդանավակայաններ փակվել։ Մյուս երկրների հետ ամենակարևոր շեշտադրումները հարաբերություններում կնշեք։ Արաբական Միացյալ Էմիրությունը կարելի ասել, որ ամենալարված հարաբերությունը Իրանի հետ հենց այդ երկրի հետ է, ընդհանրապես Իրանի մարտավարությունը նույնպես փոխվել է պատերազմից հետո եւ միջնամասում, ինչ նկատի ունեմ, որ արդեն ինքը փորձում է բացահայտ մեղադրել այդ երկրներին իր տարածքները տրամադրելու եւ նաեւ օդային հարվածներ հասցնելու համար առաջ մի փոքր դիվանագիտական բառապաշարով էին դա հասկացնում, հիմա եւ դրա վառ վկայությունը գագաթնաժողովներից մեկի ժամանակ անգամ Իրանի եւ Օմանի արտգործնախարարների բախումներ եւ նշում էին, որ կուլիսների հետևում նրանց հանդարտեցրել է այլ կողմ Ռուսաստանի արտգործնախարարը, այսինքն այդ արճակատումը բավականին էական է եւ այս հարցում էլ, այսինքն վերջին հարվածները Քուվեյթի ուղղությամբ Բահրեյնը նույնպես հայտարարեցա, նշանակում է, որ Իրանը փորձում է ասիմետրիկ պատասխանել, փորձել բարձրացնել պատերազմի եւ այս անգամ հրադադարի գինը եւ այսինքն այդ դիրքորոշումը եւ ռազմավարական մոտեցումը Իրանի ուժի մեջ է եւ նա փորձում է շարունակել եւ սրանով փորձում է ճնշում գործադրել Միացյալ Նահանգների վրա։ Բայց գիտեք, ինչպես ես նախինում եմ նշել, բանակցային գործընթացը որքան էլ որ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև լինի, այնուամենայնիվ բանակցային սեղանին հնարավոր չէ հաշվի չառնել Իսրայելի գործոնը եւ մենք նույնպես տեսնում ենք, որովհետեւ Իսրայելի հետապնդած նպատակները ուղիղ առնչվում են այս բանակցային փաթեթին, լինի պրոքսի ուժերի դեմ պայքարը, թե Իրանի ռազմական պոտենցիալը եւ այլ հարցեր, հետեւաբար այս հարցերը նույնպես ինքնին բարդանում են Իսրայելի ներգրավվածությամբ։ Բայց ընդհանրապես պրոքսի ուժերի հարցերը բավական խնդրահարույց են Իրանի համար եւ սա նաեւ վերաբերում է արաբական երկրներին։ Կարծում եմ, որ կարճ ժամանակամիջոցում հնարավոր կլինի լավացնել հարաբերությունները Իրանի եւ արաբական երկրների միջև։ Իդեպ այդ երկրներից առանձնանում է Օմանը, որի հետ Իրանը միշտ բարեկամական հարաբերություններ ունեցել, սա նաև պայմանավորված է նրանով, որ Օմանը ի տարբերություն այլ երկրների միշտ փորձել է իր հարթակը եւ տրամադրել է իր հարթակը կողմերի համար եւ Օմանը նաև ընդունելի կերպար է դերակատար է նաև Միացյալ Նահանգների համար։ Այս առումով առանձնանում է, բայց որքան որ ճգնաժամը շարունակվի, կարծում եմ, որ Իրանի եւ արաբական երկրների հարաբերությունները լարված նույնպես կշարունակվեն։ Վերադառնալով բանակցային գործընթացին, տպավորությունը, որ Միացյալ Նահանգների նախագահի թիմը շատ արագ ուզում է գործարքի հասնել, հաշվի առնելով ներքին դժգոհությունները, նաև միջանկյալ ընտրություններ են լինելու, դա էլ է շատ կարևոր Թրամփի համար, նույնիսկ ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել սահմանափակելու Դոնալդ Թրամփի լիազորությունները Իրանի դեմ ռազմական գործողություններ կատարելու համար։ Գիտեք, զգացում եմ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններից, որ նա իսկապես շտապում է համաձայնության հասնել Իրանի հետ, սակայն հարցն այն է, որ կարծում եմ, որ սա չի բխում Իրանի շահերից, որովհետև նրան որդեգրել է ավելի շատ այս իրավիճակը երկարաձգելու մարտավարություն, որը ավելի կապահովագրի եւ կուժեղացնի իր դիրքերը բանակցային հարթությունում, նույն Հորմուզի նեղուցի հարցում եւ այլն։ Մի խոսքով զգացում է Թրամփի այդ շտապողականությունը, որը որ կարծում եմ խանգարում է ընդհանուր բանակցային գործընթացում արագ արդյունքի ապահովմանը, որովհետև հաշվի պետք է առնել, որ Իրանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները բացի Իսրայելից ամենևին հեշտ չեն, դրանք իսլամական հեղափոխությունից հետո միշտ անցել են բավական լարվածության պայմաններում եւ կան կուտակված բազմաթիվ հարցեր եւ դա մեկ գրչով միանգամից բոլորը լուծելը կարծում եմ դա այդքան էլ իրատեսական չէ եւ հետեւաբար այդ պահը զգալը կարծում եմ Իրանի կառավարությունը կամ Բարձրաստիճան ղեկավարություն դա գիտակցում են եւ դրա համար ավելի շատ նաեւ process-ները երկարաձգելու ճանապարհով են ընթանում, որը որ տալիս է իր արդյունքները։ Եվ եզրափակելով առաջարկում եմ այսպես հակիրճ հիշենք ինչ նպատակներ էին հայտարարում Միացյալ Նահանգները եւ Իսրայելը փետրվարի 28-ին Իրանի դեմ գործողությունները մեկնարկելուց առաջ, հիմա ինչպես են ձևափոխվել այդ պահանջները եւ արդյոք կան ինչ-որ նպատակներ, որոնց Իսրայելը եւ Միացյալ Նահանգները այսօրվա դրությամբ հասել են։ Տեսեք, այն ինչ որ նրանք նախանշել էին պատերազմի սկզբից, նաև սկզբերին, խոսքը վերաբերում էր վարչակազմի փոփոխությաններ, վերաբերում ռազմական պոտենցիալի չեզոքացմանն էր վերաբերում, սա
առնվազն Միացյալ Նահանգների մասով, իսկ Իսրայելը անգամ կարծում եմ, որ Իսրայելի վարչապետը փորձում էր պարզապես ընդհանուր հասնել Իրանի մասնատման եւ այլն առհասարակ շատ էր շարքում անջատողական ուժերի հետ հանգամանքը, դե այս հարցերում կարելի ասել, որ հաջողություն չի գրանցվել եւ պլյուս պրոքսի ուժերի խնդիրը, որ Իսրայելի կողմից շատ կարևոր էր, բայց մենք տեսնում ենք, որ հրադադարը ոչ միայն չի պահպանվում, այլ նաեւ Լիբանանում Իսրայելը չի կարողանում էական հաջողությունների հասնել իր համար, իր տեսանկյունից ապահովելով Իսրայելի անվտանգությունը, Այս առումով կարծում եմ ակնհայտ է նաև այն, որ նաև պատերազմը միևնույն ժամանակ թույլատրել է Իրանին, հաշվի առնելով տնտեսությունը, տնտեսության անորոշությունը, մեկ բան է պատերազմը կառավարել, մեկ այլ բան է նաև ինչ որ առումով ինչ որ ժամանակ նաև հետպատերազմական իրավիճակը, ինչպիսին կլինի տնտեսությունը, ինչպիսի խողովակներ կլինեն տնտեսության համար, որպես թթվածին կծառայեն եւ այլն եւ այլն։ Բայց այստեղ կուզեմ եք հանգամանք նշել, գալով թե ինչ է հաջողվել, կարծում եմ, որ այնուամենայնիվ Իրանում կառավարման փոփոխություն է տեղի ունեցել, վարչակազմը իհարկե չի փոխվել, բայց կառավարման փոփոխություն է տեղի ունեցել, սա կարծում եմ, որ կարևոր է եւ ուշագրավ է, մտածողություն է փոխվել, ավելի շատ կրոնական հայացքներով տեր մարդկանց կամ մտածողությանը փոխարինել է ավելի ազգայնական, ավելի պրագմատիկ գործիչները, որոնք փորձում են ավելի ռացիոնալ նաև դիրքերից հանդես գալ, ավելի նաև պահպանում են իրենց ուժային կեցվածքը, բայց ավելի պրագմատիկ են։ Այս առումով կառավարման փոփոխություն տեղի ունեցել, որը որ շատ ուշագրավ է։ Արդյոք սա կհանգեցնի կարող է արագացնել։ Կներեք կառավարման փոփոխություն, բայց ոչ իշխանափոխություն։ Այո, կառավարման փոփոխություն, որը նաև արտացոլում մտածողության փոփոխությամբ, նոր մարդկանց քաղաքական ասելիքով, հա, եկել են ավելի նոր սերունդը, որը որ ուղիղ կապված չէ հենց իսլամական հեղափոխության հետ, այլ կապված է, որոնք որ ծնվել կամ գործել են իրենց գիտակցական կյանք ապրել են իսլամական վարչակազմի պայմաններում։ Այսինքն սա կարծում եմ կարևոր փոփոխություն է եւ իրենք ելի ուժեղ դիրքերից են հանդես գալիս եւ սակայն նույնպես միաժամանակ նաեւ պրագմատիկ են։ Այս առումով փոփոխություն նկատվում է, բայց միևնույն ժամանակ սա նաեւ թույլ չի տալիս Իրանին եւ նաեւ Միացյալ Նահանգներին էական արդյունքների հասնել, որովհետև իրավիճակը փակուղային է մնում, որովհետև երկու կողմերն էլ չունեն կամ չեն դիմում այն քայլերի, որոնք կարող են ինչ-որ կտրուկ փոփոխությունների հասնել կամ բերել մարտի դաշտում։ Եվ այս առումով բավական բարդ է թե խորոշել է թե ինչ զարգացումներ կարող են լինել։ Ու նաև ավելացել է Հորմուզի նեղուցի հարցը, որը մինչ այդ չկար։ Այո, դա մեկ կոմպոնենտ է, այո։ Եվ իրանական պահանջը այստեղ որ վերահսկողություն հաստատելը, սա շատ կարևոր տարբերություն է մտցնում եւ սա նաեւ կարևոր է նաեւ Չինաստանի համար եւ նաեւ այլ դերակատարների։ Պարոն Միրզաբեկյան, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Շնորհակալություն։ Այսպիսով դժվար թե մոտ ապագայում Իրան-ԱՄՆ-Իսրայել կարգավորման ականատեսը դառնանք։ Իրավիճակն ավելի է բարդացնում փոխադարձ խոր անվստահությունը։ Վաշինգտոնին կատարյալ հաղթանակ է պետք։ Իրանը պատրաստ չէ կապիտուլյացիայի, իսկ Իսրայելը կարծես հետաքրքրված չէ, որ ռազմական գործողությունները դադարեն։ Այսօր օրակարգում ԱՄՆ-Իրան բանակցություններն էին։